Շնորհակալություն Ադրինե, եւս մեկ անգամ բարի լույս ելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը, ունենք հրաշալի, տաղանդավորագույն հյուր եւ շատ բարձր տրամադրություն։ Ռաֆայել Երանոսյանն է մեր հյուրը, բարի լույս Ռաֆայել։ Բարի լույս ընկերներից, բարի լույս բոլորին, ովքեր որ այս պահին արթնացել են, իսկ ես համոզված եմ, որ նրանք շատ են արթնացել են ու վայելում են հրաշալի այս հաղորդումը, ու մենք փորձենք մի փոքր էլ տենց լավ բաներ ասենք գոնե այսօր։ Այսօր արդեն հիմնականում դու։ Որտեւ ես ու Սոնան հիմնականում պոզիտիվ ենք տրամադրված, դու չգիտեմ ինչի առավոտանից ոնց եկել են, ասում ես բան, սենց է, նենց է, դժգոհ չի կարելի դժգոհել, սուրո, տարին ոնց սկսես, նենց է կգնա։ Ժպտա, ոչինչ, որ հիմա կուտակվել է վրա այդ 300 միլիոնի պարտք, ոչինչ։ Թող երեխեքդ մտածեն, սուրո, վայելի կյանքդ, չչարանաս երբեք, մնա մի սիրտդ բաց, մի սիշի, գնացինք։ Ռավ ջան, ոնց է նոր տարին։ Նոր տարին, ինչպես միշտ, ես օրինակ շատ սիրում եմ նոր տարին, այս են եզակի տոներից է, որ ես շատ սիրում եմ, դա ոչ թե վերջերս է ինձ մոտ դա ծնվել, դա եղել է փոքրուց, որովհետև նոր տարին ինձ համար դա հեքիաթային, ինձ համար դա երազանքների իրականացման, այդ գույների, լույսերի, ինչքան դրական կետերով օժտված բան կա, ինձ համար դա նոր տարին է։ Սիրում եմ, որ քաղաքը ամբողջությամբ զարդարված է, սիրում եմ, որ գնում եմ գյուղ ամբողջությամբ զարդարված է, սիրում եմ, որ գնում եմ հյուր, բոլորը ժպտում են։ Անկախ ամեն ինչից, ով ինչ ձևի տարի է ունեցել, ինչեր է եղել, ոնց է եղել, 1-2 օր մարդիկ գոնե հոգով տենց ուրիշ են, որտեվ իրանք հոգու խորքում են, զգում են, որ տարին ոնց սկսեն, տենց էլ պետք է ավարտեն, ու հոգու խորքում իրանք համոզված են, որ ուրախ են ու երջանիկ։ Դրա համար ես շատ եմ սիրում աման օրը ու ցավոք այս վերջի 15 տարին տանը չեմ անում, հիմնականում եմ աշխատանքի, բայց աշխատանքից հետո մի անգամից գնում եմ գյուղ, առավոտյան արդեն հունվարի 1-ից առավոտյան ժամը 10-ից արդեն, որովհետև երեկոյան բոլորը լավ տենց գինովցած են լինում, ժամը 10-11-ից սկսում է աման օրը, գյուղում մինչև հունվարի 3-ը։ Ընկերներս են գալիս, հարևաններս են գալիս, ուտում ենք, խմում ենք, կենացներ ենք ասում, պարում ենք, երգում ենք ու ամսի 3-ից արդեն նորից սովորական առօրյա գործերով, ինչպես միշտ։ Մենք շատ հակասական ազգ ենք, ինձ թվում է դուք էլ կհամաձայնեք, համ առաջին քրիստոնյա ազգն ենք, համ շատ սնահավատական բաների ենք հավատում։ Ես գիտեմ, որ դուք էլ շատ հավատով մարդ եք, բայց հետաքրքիր է, այդ օրինակ տարին ոնց սկսես, տենց կավարտվի, եւ այլն նմանատիպ երևույթների հավատում եք։ Ես մի քիչ ռեալիստ եմ եւ հավատում եմ այն, ինչը որ տեսնում եմ։ Ապրում եմ այնտեղ, որտեղ որ ապրում եմ։ Ես տենց այս վերջերս եմ ավելի շատ տենց դարձել, մի քիչ ես էլ ավելի տենց ունեի տենց սև կատու տեսնում էի, ճանապարհս փոխում էի, բան։ Իրոք։ Թու, բա, իրոք տենց լիքը բաներ էի անում, բայց հետո որ դարձա եկեղեցու խաչքավոր ու մեր հոգևոր առաջնորդի հետ, մեր Տեր Հայրի հետ, Տեր Սարգիսի հետ երկար շփվելուց հետո հասկացա, որ լիքը բաներ կա, որ տենց մենք ուղղակի տես փոքրուց ոնց եղել է, տենց այն պապական, տատական բաներն եղել է ու տենց էլ մեր մեջ սերմանվել է։ Ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ ու ես բոլոր օրերը ինչ օրեր որ կան կապված քրիստոնեական ավանդույթների հետ, բոլորը տենց մեծ բանով ոգևորությամբ անում ենք տանը ու ինչ ասեմ Ինձ շատ լավ եմ զգում, այդ սնահավատությունը, որ տարի ոնց սկսենք, ոնց կավարտենք, ինձ թվում է օրը ոնց սկսես, այտենց էլ ամբողջ օրդ կգնային, որ մեկ ասում են, չէ, ես ինչա ձախ ոտից ես արթնացել, լինում է մեկ այտենց առավոտյան արտանում ես, տրամադրությունը մի տեսակ այտենց լավ չի լինում, բան։ Ես աշխատեմ նմանատիպ օրերին տանից դուրս չգալ, որովհետև գիտեմ, երբ որ ես չարանում եմ, ես այտենց մի քիչ ավելի այտենց վատն եմ դառնում, գոնե ինքս ինձ համար, դրա համար աշխատում եմ այտենց այդ օրին շատ ընկերներից չտեսնել։ Իսկ տարին ոնց սկսենք այնց էլ կավարտենք, հա, ես տարին ոնց սկսում եմ, այնց էլ ավարտում եմ։ Գործի մեջ եմ լինում, գյուղ միշտ գնում եմ ու միշտ այդ ընկերներս գալիս են այդ քեֆ ուրախությունը կա, թու շարունակում ամբողջ տարին։ Ու վերջում էլ տեսակ, չէ, թու։ Այսքան բաների Ռաֆ, կապ ունի, որ հրեձի ու տարի է, թե ընդհանրապես կապ չունի, ինչի տարի է։ Հրեձի ու տարի այս տարի։ Այո։ Ասում եմ ձին մուրազա, չէ։ Կապ չունի ինձ համար, երևի թե, չգիտեմ, այդտեղ շատ չեմ խորացել, ինձ համար երևի թե կապ չունի, ինձ համար տարին լավ տարի լինի, տարին հաջողակ տարի լինի, ոնց որ ասում էին մեր պապերը ու հիմա էլ ասում է պապաս ամեն անգամ, ասում է բերք ու բարիքի տարի թող լինի, երբ որ լինում է բերք ու բարիքի տարի, երբ որ գյուղացին աշխատում է իր հանապազօրյա հացը վաստակում է եւ կարողանում է այդ ապրանքը թանկ գնով վաճառել, Յանգ ուրախ են լինում, անկախ քեզանից դու ես ուրախ լինում, իսկ ես քանի որ հիմնականում կապված եմ միշտ գյուղի հետ, միշտ գնում գալիս եմ,
երբ որ գնում ես գյուղ, ասենք կարկուտ է լինում կամ այդ տարի մի քիչ ջուր չի լինում, քիչ մարդիկ տխուր են լինում, այդ ամեն ինչը ազդում է նաև ին վրա։ Դրա համար Աստված առաջ այս տարի թող լինի բերքի, բարիքի, մրգի ու տենց այն բնությունը, որ մեկ մեզ անակնկալներ է տալի կարկուտ, մարկուտ բան, դրանք թող չլինեն, թող լինի բերքի, բարիքի ու առատության տարի։ Այսօր 31-ն է դեկտեմբերի։ Նվերներ ստանալու ու տալու օրն է։ Դու ավելի շատ նվերներ ստանում ես միշտ ըստ ավանդույթի, թե ավելի շատ նվերներ նվիրում ես։ Ավելի շատ նվերներ ստանում եմ տարբեր կազմակերպությունների կողմից, շնորհավորանքներ, ու տենց ինչ-որ կարող է գինի, քաղցրավենիք, բան, հիմնականում նվերներ տալիս եմ ես, իսկ տենց ես իմ ընտանիքի անդամների միշտ առնում եմ նվերներ, դա չի տոնածառը տակ դրում եմ, ուղղակի տենց որ գնում եմ տուն, այդ նվերներով գնում եմ տուն, այսօր էստեղ ես պետք է գնամ ու գնամ նվերներով, որպեսզի երեկոյան գամ ու աշխատեմ նորից։ Ընկերներ չեն նվիրում։ Ես ընկեր չունեմ։ Փոխի ընկերներին։ Ես ընկեր չունեմ։ Իմ ընկերները Չարանաս անաղոված են։ Իմ ընկերները անաղոված են, իմ չեն տալի։ Մենք ընկերներով ինչ ա լինում։ Մենք ընկերները այս վերջերս բանը, Secret Santa են խաղում, բան։ Հա, ես այս վերջի 4 տարին որ խաղում, այս տարի ոչ էլ չխաղամ այս Secret Santa, որտեղ Ձերք չէր տալիս։ ձեր չէր տալի, ինձ միշտ մայկա էր նվեր հասնում։ Չգիտեմ, ինձ միշտ տալիս էի սպիտակ մայկա։ Մտածում եմ մայկա չունես։ Ախր ունեմ ամեն անգամ մի տարի անցած տարին ակնդար էր նույն մայքից տարած նայեք ժողովուրդ մայքոն եմ ինձ էլի մայքա է կարը բանին արի իմ նկարով էին բնել լավ էր հեսական մի քիչ կրեատիվ էին եղել եւ դա իմ նկարն էին մի հատ այս նկար էին կպցրել մայքայի վրա ու այդ էին բերել նվեր ընկերներս չեն նվերներ չեն տալի Secret Santa-ի ժամանակի ինչ-որ բաներ եթե լինի այդ եմ ստանում հիմնականում տալիս եմ ավելի շատ ես նվերներ Դեկտեմբերի 31-ին աշխատանք ես լինում միշտ արդեն 10 քանի տարի նշեցի 15 տարի Ես էլ եմ այդ համակարգով ապրում ռավ բայց ես ինձ բռնացրել եմ մի մտքի վրա որ ինչքան էլ այդ խնջույքի մեջ լինեմ հենց 12-ը խփում է ես մի վարքյան երազանք եմ պահում Ես միշտ եմ երազանք պահում միշտ ես տեսեք ես երազներով չեմ սիրում ապրել ես սիրում եմ դնել ունենալ նպատակ եւ իրականացնել նպատակները բայց մեկ ասում եմ որ ասում ախ եմ կարող է եւ դրան ասում են երազանք չես մեն ախ մի հատ sense բան լինի այն որ sense այդ հրաշքը լինի այդ հրաշքին ես միշտ հավատում եմ ու միշտ ինձ հետ կա այդ հրաշքը փորձում եմ այդ հրաշքներն ու այդ երազանքները դարձնել իրականություն հա ես էլ ժամը 12-ին երբ որ խփվում է դες 12 զանգերը խփվում է եւ բոլորը ուրախ են ու երջանիկ ու Արամ Խաչատուրյանի գեղեցիկ այդ հնչյունների ներքո մենք մեկս մյուսին շնորհավորում ենք այդ բաժակներից զնգուն այդ մարդկանց այդ sense ուրախ ժպիտները այդ փայլերը այդ ամեն ինչը քեզ միատանում է ուրիշ տեղ գնում ես հեքիաթի մեջ ու ես այդ ընթացքում ես էլ եմ իմ երազանքները ամենակարևորը ես մաղթում եմ հիմնականում որ այն ովքեր որ կան ինձ շրջապատող մարդիկ միշտ լինեն իմ կողքին առողջություն եմ մաղթում ու ուզում եմ որ էլ չլինի աշխարհում չլինի պատերազմ որովհետև բոլա հերիքա արդեն կշտացանք որովհետև չափն անցանք արդեն աշխարհ չափն անցանք պետք է խաղաղ ապրենք մի կյանք է տրված ապրենք հիմա ոնց կարողանում ապրում բայց թողեք ապրենք ու վայելենք Կամուստանաս 2026-ին այդ ինչ դες կտրուկ մի անգամ Այդ ես կարծում հիմա ովքեր նստած են էկրանի մոտ բոլորը այդ հարցն են տալի Ինչ չեռավ առավոտ շուտ կանչելես ինձ ստեղ այդ հարցը այսօր ինչ չէին հարցրել այդ ինչ եմ արած հարցին Դու խերը տեսնես որ ամուսնացել ես հարց եմ տալի Այո լավ է շատ Ինչ է ասա լավ կողմերն ասել ամուսնություն Չէ հիմա արի տեղերը ասա չէ ասա Ջերմություն ընտանիք Դե քեզ թվում է ինչ մենք դες բան մրսում ենք դու նստած Չգիտեմ Սուրջան չգիտեմ էլ չգիտեմ արի այդ հարցին հա ամեն տարի լինում էր որ ես ասում եի հա ես պետք է այս տարի ամուսնանամ ես Ստենից է ստացվում, որ չի լինում, ինչ-որ մի բան չի լինում, չի ստացվում կամ բան ես կոմենքում, ինձ թվում է կգա ժամանակը ու ժամանակին գայտնվենք ճիշտ տեղում ու ամեն ինչ կլինի ու էլ այդ հարցը չես տա կյանքում։ Լավ մոռացեք այդ հարցը, այսօր տոնական առավոտ է, ես լավ հարց կտամ հիմա։ Ամուսնաց քո ինչ գործ։ Ես լավ հարց ունեմ։ Ասա Սոնջա։ 2025 թվականի վերջին առավոտն է այսօր, ես ուզում եմ անպայման հարցնել, ինչպիսին էր տարին ձեզ համար, որովհետև գիտեմ շատ աշխատանքային էր, տարբեր երկրներում եղաք ձեր մոնո ներկայացումը դիտեցին մեր հայրենակիցները, նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ ամենաշատը ինչի համար եք շնորհակալ 2025-ին։ 2025 թվականը իրոք շատ բուրըն եւ ստեղծագործական տարի էր, թե շրջագայություններով, թե տեսակ մարդկանց հետ հանդիպումներով, ծանոթանալով, ես իրոք շատ շնորհակալ եմ 2025 թվականին, որովհետեւ ինքը իրոք բուրըն էր, իր ամեն ինչով։ Շրջագայցի շատ երկրներ, իմ Փահլևան մոնո ներկայացումով։ 2026 թվականին կլինի արդեն թվով իմ 4-րդ մոնո ներկայացումը, վերնագիրը չեմ ասում, թող մնա անակնկալ։ Այս տարի արդեն
գալող տարի արդեն 2026 թվականին նույնիսկ այտենց արդեն սցենարական աշխատանքներն ավարտված են, ֆինանսավորման հարցերն ենք փորձում կարգավորել, ուզում եմ Գոր Կիրակոսյանի հետ նկարենք գեղարվեստական ֆիլմ, որտեղ կլինեմ համ պրոդյուսեր, համ կլինեմ ոնց որ դերասան։ Դա առաջին փորձն է լինելու։ Առաջին փորձն է լինելու որպես պրոդյուսեր ֆիլմի եւ որպես գլխավոր հերոսը ֆիլմի, այսին է որ դե պրոդյուսերը ես եմ, ես էլ տենց ես ինձ եմ նկարում բան, չէ, ուղղակի էլի ֆիլմը տենց էլի կլինի իմ մասին, մարդ, որը որ ընկնում է անմարտաբնակ կղզի։ Այս մասին ինչ որտեղ ասել եք։ Հա, էլի ասել ես մասին, հա։ Մարդ, որ էլի ընկնում է անմարտաբնակ կղզի ու փորձում է այնտեղ ինքը տենց հայավարի ինչ որ բաներ անել, նկար անելու ենք սահմաններից դուրս Միացյալ Նահանգներում ֆիլմը Այնպես որ Աստված առաջ, եթե ամեն ինչ շատ լավ լինի, 2026 թվականի աշնանը արդեն կունենանք ֆիլմի պրեմիերա համել։ Եթե իհարկե լինի ամեն ինչ շատ հրաշալի ու այնպես ինչպես որ պլանավորել ենք։ 2025 թվականի մասին էլ խոսք չկա, որովհետև իրոք բուրըն էր, իրոք ստեղծագործական էր ու իրոք առատ էր։ Ամեն ինչով։ Ինչն ես թողում։ Մի 5 տարի որ ասենց լինի Սուրճ ջան։ Շատ լավ։ Ախպերդ։ Ռաֆ, իսկ ինչ թողեցիր 25-ին, այսինքն ինչ ես թողում ու վաղը արդեն հետել չես տանելու հետդ 26։ Ինչ չեմ թողում։ Բան չկա խր թողելու, այնքան լավ ա եղել տանի, որ ոչ մի բան չեմ ուզում թողեմ 2025 թվականին, շատ լավ ա եղել, ամեն ինչով ա լավ եղել 2025 թվականին, դրա համար ոչ մի բան չեմ ուզում թողել։ Հակառակ ուզում եմ այն ինչը որ կա հետս վերցնեմ, դրա վրա ավելացնեմ, որովհետև յուրաքանչյուր ստեղծագործող մարդու համար ըստ իս Եթե լինում է բուրըն տարին, չես կասես դե բան, չէ, ես ուզում եմ այդ նույն ձև շարունակվի նաև 2026 թվականը, 2027, 28, 29, որովհետև ինչ է պետք ստեղծագործ մարդու համար, մարդ ով ապրում է թատրոնով, մարդ ով սիրում է բեմը, մարդ ով սիրում է հանդիսատեսին, մարդ որ տես միշտ ծառավ է դերերի, խոսքի մասն է Սուրճ ջան, քո մասին չի ցավը տանում 1000 հա, միշտ ծառավա դերի, ինչ է պետք։ Լինենք առողջ ու փորձենք արենք ու փորձենք մարդկանց ուրախացնենք։ Վերադառնալով տոնի խորհրդին, ինձ հետաքրքիր է ամանորի սեղանից ինչն եք ամենաշատը սիրում։ Վայ, Սոնա ջան, ամենաշատը ինչ եմ սիրում։ Ես սիրում եմ բլինչիկ մայոնեզով։ Ես սիրում եմ բանը կաղամբով տոլման, լավաշով բրթունջարած եւ զակուսկին։ Ես շատ սիրում եմ, որ արդեն երեկոյան նստում ես տենց մեկ էլ հյուրերը տենց մի քիչ արդեն սկսում են քչանալ, չարազը վերցնել ամանով դնել կողքից եւ սկսել տենց հիմնականում ես 2-3 օրը քեզ տալիս ես տենց ուտելուն էլի, տենց ուտելնուն էլ ձև կապ։ Ամեն ինչ էլ այդ բլինչիկը, տոլման, խոզի բուդը, որ ասես թեթես տենց այն որ կողքից կտրում ես էլի թարմ լավաշով, մի հատ կանաչով բրտունջ ես անում, մի հատ աղր զգացել եք ամանորին չենք հարբում։ Ես չեմ հիշում որ ամանորին ես հարբեմ։ Այդքան էլ դու չես հիշում արդեն։ Չէ, այդքան էլ գալիս են սուր գնում են ամեն մեկը մեկ բաժակ, երկու բաժակ նստում ես, խմում ես, այդ 2-3 օրը քեզ դուրս անում։ Չէ, հիշում ես, բայց ես չեմ հիշում այդպես օր նոր տարին որ ես այդպես որ ասես բան չեղը, որովհետև այդպես համ ուտում ես, համ խմում ես, համ տրամադրությունը կա ներսից, չես կարողանում գինովնալ, էլի։ Այնց որ այդ արա խոսքով ինչ կա սեղանների սիրում եմ։ Բայց այդ չարասը տենց անդադար ուտելուց հետո լավ եք զգում ձեզ։ Շատ։ Լուրջ։ Խզարում եմ, ոչ թե լավ եմ զգում, չարասը ասես դնես, պոպոկը չամիչով։ Արա շատ լավ բան է, դե ես տենց միշտ սոված եմ։ Իսկ գոնե հունվարի առաջիկա մի քանի օրը կլինեն հանգիստ, այսինքն հունվարի 4-ից մենք սկսում ենք աշխատանքներն արդեն, որովհետև ասում եմ յուրաքանչյուր օր կարևոր է։ Տարին 2026 թվականը արդեն պլանավորված է ով ինչ ոնց պետքա անի։ Մենք մեր առաջ ունենք արդեն 2 մեծ պրոյեկտ՝ ներկայացումը եւ ֆիլմը։ Բացի դրանից մենք ունենք նաեւ հիմա ես իմ այդ սոցիալական գովազդներն եմ սկսել ու նկարում եմ ինչա կարելի ու ինչի համար է բան։ Համը այդ սցենարական աշխատանքներն են գործ էլի, դա դենց ուղակի դենց 1 րոպե 20 վայրկյան չի։ Դա իրոք սցենարիստներն են աշխատում, դա իրոք մոնտաժ է, դա իրոք, չգիտեմ, նկարահանում է։ Դա համար տարին որ սկսենք պետքա սկսենք աշխատել։ Եթե սենց բաց է թող վիճակ եղավ, այդպես պարկեցինք դե լավ բան էս կոմենքում, վաղը կտեսնենք որ ինչ որ ուրիշ մարդ արդեն քո տեղեն ինչ որ դու մտածում էիր որ պետք է աներ, ինչ որ մեկը քո փոխարեն արդեն դա սկսել է անել։ Դրա համար պետք է աշխատել, իսկ մենք ամսի 4-ից արդեն ընկերներն է գիտեն, ամսի 4-ից մենք հավաքում ենք օֆիսում, այդ օրը մի քիչ շփվում ենք, ոնց է, ինչ կա, ինչ չկա բան, մեկը տնից այնա բերում, մեկը այնա բերում, մի բաժակ էլ տենց օֆիսում ոնց որ ասում եմ, տենց թրջում ենք օֆիսում ու ամսի 5-ից կարելի ասել տենց
գործի։ Թատրոնում ամսի 18-ից ենք ներկայացուցիչների, բայց ամսի 10-ից երևի թե կլինեն փորձեր, բան, ամսի 18-ից կամերային թատրոնում կրկին սպասում ենք մեր հանդիսատեսին։ Հա, իմիջելուց 2026 թվականին կամերային թատրոնը հյուրախաղերով 15 տարի անց մեկնում է Միացյալ Նահանգներ։ Ահա, բայց այս մասին շատ չբացենք փակագծեր, մեկնումից առաջ կգաք մեզ մոտ յուր։ Չես ուզում, որ իրանք կգան, մենակ դու։ Մենակ ես, իրանք բերական տաղավարում տեղ չի լինի։ Ասացի արդեն, բացապարեցի։ Շատ լավ, հիմա կունենանք կարճ դարձար, հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մենք շարունակում ենք մեր հետաքրքիր հարցազրույցը Ռաֆայել Երանոսյանի հետ, եւ ինձ հետաքրքիրը, եթե մի քիչ գնանք դեպի հասարակություն, ինչը կուզեիք, որ 2026 թվական չգար մեզ հետ։ Ինչն է որ ամենաշատն է ձեզ ջղայնացնում, սենց էլ չեք դիմանում։ Սոնջան բոլորին է ջղայնացնող բանն է, մի քիչ էս չարությունն ու բանը վերանա մեր մեջից ու մի քիչ սկսենք այդպես նեգատիվ շատ չտարածենք ու շատ չհայհոյեն ու շատ իար չուտեն ու շատ իար չբսկտեն, այլ տեսեք բնություն ինքնին արդեն գնում է լուսաբացով, մայրամուտով եւ այս ժամանակն էլ հենց արագ է այս վերջերս սկսել գնալ արդեն, օրը նույնիսկ չէ հերիքում։ Այս կարճ ժամանակահատվածի մեջ որ մեզ տրված է այսքան ժամանակ ապրելու, ասենք այսքանն ապրել ենք, մնացել է այսքանը, ուտում ենք այսքան տեղը իրար, ինչի՞ չի բոլորս էլ տեղ գասնի, բոլորս էլ այդ մի կտոր այդ հացը կհասնի, բոլորս էլ կվայելենք լուսաբացնին մայրամուտով։ Ես կուզեի, որ իրոք բարի անայենք, խոսքը էլի եմ ասում, ոչ բոլորի մասին է, բայց այդ չարությունը, այդ նեգատիվ, այդ լուրեր այդ համացանցերում տարածելը, իրար չհարգելը, իրար չօգնելը, իրար մի քիչ այդ եվրեյներից գոնե բան սովորենք, էլ այդպես թև ու թիկունք լինենք իրար, այդպես ոնց ենք, չէ՞ որ քոչար են, որ ասում են ձեր-ձերքի տանք, ուսուսի տանք ու բարենք մեր ավանդական քոչարին։ Արեք ձեր-ձերքի տանք, ուսուսի տանք ու կառուցենք այս մեր արդեն այդպես լավ ջարդված ու քանդված հայրենիքը այդպես կառուցենք, սարքենք, գեղեցկացնենք, շենացնենք, ծառատուն կանենք։ Հա, իմիջերոս ծառատուն կասին հիշեցի։ Անցած տարի մենք գյուղում ընկերներով հավաքվեցինք եւ արեցինք ծառատունք։ 2026 թվականի գարնանը կրկին ամբողջ գյուղով պետք է անենք կրկին ծառատունք։ Շատ ծառեր պետք է տնկենք գյուղում, շատ, որպեսզի մի քանի տարի հետո երեխաները կարողանան գոնե նորմալ մաքուր ոչինչը։ Շատ լավ, այսինքն քաղցրացնենք մի քիչ մեր կյանքը։ Հա, քաղցրացնենք։ Իսկ ընդհանրապես քաղցրի հետ ո՞նց ես։ Շատ լավ։ Շատ լավ է։ Շատ եմ սիրում։ Ինչու, որովհետև քեզ այսօր մեծ փորձություն է սպասվում։ Ինչ փորձություն, Սուրճ ջան, արդեն առանց դել առավոտ ինձ բերել եք սահնակներով, սանտայով։ Դու այսօր պիտի օգնես մեր Ադրինեին, որպեսզի ձևավորեք ամանորյա տորթը։ Չես փչացնի, չէ՞ տորթը։ Չէ։ Սուրճ, եթե ես մի գործի մեջ մխրճվում եմ, ես դա փորձում եմ անել գոնե պրոֆեսիոնալ։ Եթե պատրաստ ես։ Ես պատրաստ եմ։ Մենք լավն ենք, ձեր ընկերների նման չենք։ Դուք Եվ ձեզ համար ունենք նվեր։ Շատ կտակ։ Ջևանի գինու գործանի կողմից սպիտակ եւ կարմիր չոր։ Չէ, կարմիր չեմ ուզում, սպիտակ գինի տվեք, շատ։ Լավ, այս կարմիրը կպահենք, մի քանի հատ սպիտակ Մի քանի հատ սպիտակ կտակ։ Ահա, լավ։ Եվ ուզում եմ քեզ նվիրել բացիկներ։ Այս ինչ բացիկն է։ Արև բացիկները, որտեղ այստեղ կա արդեն բարեմաղթանք Թաթայից, էլ ինչ տոնածառ առանց պապ, ձմեռ պապ։ Այս բացիկները կնվիրես քեզ համար ամենահարազատ մարդուն նվերի հետ միասին։ Okay, շատ լավ։ Այստեղ արդեն գրված է ամեն ինչ։ Գրված ամենացածը դու կարաս ամենասը։ Ինչ տոնածառ առանց պապ, ձմեռ պապ, ես չեմ կարա այստեղ գշե բանը։ Կարաս, Շնորհակալություն, շնորհակալություն, շատ լավ։ Եվ բարեմաղթանք հեռուստադիտողներին, հետո իհարկե խոհանոցում էլ մի փոքր կասեք, բայց հիմա մեր տաղավարը։ Բարեմաղթանք։ Ես իրոք մեր հայազգին մաղթում եմ ամենալավն ու բարին։ Աշխարհի բոլոր վայրերում ապրող հայրենակիցներ, շնորհավոր մեր բոլորի 2026 թվականը։ Լավ լինենք, առողջ լինենք ու խնդրանք, հաճախ ժպտանք ու փորձենք օգտակար լինել դիմացինին։ Մենակ մարդը ոչ մեկին ոչ մի բանով պետք չի։ Օգնեք իրար, ժպտացեք, լավ բաների մասին մտածեք, որովհետև այդ բումերանգի բանը կա, էլի, ինչ որ տաս, այն կստանաս։ Ինչ որ ցանես, այն կհնձես։ Շնորհավոր 2026 թվական։ Մենք էլ ձեզ մաղթում ենք ամենալավն ու բարին։ Շնորհակալություն, ապրեք կստացի հրավերի համար։ Ուրիշ տեղ, եթե այսքան ձեզ չսիրեի, չէի գա։ Շնորհավոր։ Գնա խոհանոց։ Չենա թողում մի կտոր մարդ կանխում։